Skyline, առաջին երկնաքերերը Հայաստանում։ Հենց այնպես։ Ինա Դանելյան։ Come on։ Որտեվ հա բաժանվում է դրա պատճառով։ Կարող է թազապսակվես։ Հաջորդ հարցը։ Դրա համար եք հա ձեր քիթը խոթում ուրիշի գործերի։ Ուրատը տենամ է հերից միջանցքում սեցան։ Իա։ Ես էլ եմ նրան հետ խոսում։ Ես երեխուս տվեց ձիվանին, ասեց քակնեմ ենք յաունը հրանտա։ Ռադարեք տարեք պարեք ասեց։ Կներեք էլ էդ իրա ուզելով, հա։ Esontario. Սիրտը չի կանգնի, չէ, հետո Վալակարդին բանկա չէ, Վալերյան կանավսակի։ Esontario. 8, 9, 10. Մեկ է դուրը դախ կուրան տնայ, 67, 68։ Ընդմենի մոտ։ Այսօր հենց այնպես հաղորդման հյուրերն են Իրինա Դանիելյանը եւ Գրիշա Աղախանյանը։ Վաղուց էի ես սպասում ձեզ միասին։ Գուցե շատերը զարմանան ինչու է միասին կանչել երկու սիրելի արտիստներին, ինչուն կպատմեք դուք։ Ինչ ընդհանուր բան ունեք դուք։ Հա, ընդհանուրը դե այնա, որ բաժանված ենք երկուսս էլ։ Շատ ընդհանուր է։ Սկիզբը շատ լավն էր։ Սկիզբը շատ լավ։ Всё, в принципе, կարելի է փակել ծրագիրը։ Այսքաններ։ Սրանից ավել ինչ եք սպասում, նայեք, շատ։ Ընդհանուր մի հատ լավ ընդհանուր բան ունենք։ Մենք մի քանի տարի շատ լավ հարևաններ ենք եղել։ Շատ լավ։ Այ իսկ ոնց ենք դարել հարևան, կարանք սկսենք պատմել։ Բայց հարևան, պարզապես հարևան չէ, ձեր Չէ, դե մենք աշխատել ենք միասին, Մանե ջան, եթե դրա մասին Չէ, հենց բնակարանային պատմություններն են ինձ հետաքրքրում, ես հիշում եմ մեկ դուռ էր, ընդհանուր միջանցք։ Այո։ Ինքը կոմունալ էր, էլի։ Հա, Այդ ամբողջ շենքն էր կարծեմ կոմունալ, այո, մինչև հիմա ներքևի երկրորդ հարկը մինչև հիմա ամբողջը կոմունալ է, 5 ընտանիք են կարծեմ ապրում այնտեղ։ Շատերը առան առանձնացան, բայց կան էլի բնակարաններ, որոնք այդտենց այդ կոմունալ սովետի մարդիկ հատ էր, որ մտնում ես բնակարան, արդեն այնտեղ բաժանվում էր երկու մասի, մի հատ ընդհանուր մաս կար։ Ընդհանուրի մեջ ինչ էր մտնում։ Մեր խոհանոցը պատում մտանք ընդհանուր դուռը բացվեց, ընդհանուր է տամբուր ասածներ, աչից մեր բնակարաններ, բայց այդ տամբուրի մեջով մենք գնում ենք խոհանոց։ Հրանտերը ավելի հարուստ են, որտեղ իրանք այդ տամբուրով մտնում են ու ամբողջը իրանց տունը մտնում ենք մեր բնակարանը։ Ամեն ինչը բան իրանց ընդեղ։ Մեր մի քիչ ժամ դրա հա անցու դարձ կա։ Բայց կա։ Սառաջ անգամ եմ, նա հիշեցի ներվայնացա, որ մենք մի քիչ նեղված ենք ապրում, բայց քանի որ մենք ընկերություն ենք անում, այդ դուռը չէր փակվում մեր դռները։ Մեր դուռը, որ միայն մերն էր բնական, այդ դուռը բաց էր, ամեն ինչը լավ էր, բացի նրանից, որ կելին մեր ու շունն ու կատուն, կելին, որը իրանց շուններ, գալիս էր իմ կատվի կերներ ուտում։ Լավա կատվին չէր ուտում։ Կատվին չէր ուտում։ Մենք էլ որ փող չունենք, ասի աղքատենք, դուռը ասում ենք գն, հա, կնակեր արի։ Զորը։ Հետո ձեներից հասկանում ենք, որ ուժը կռիվ ա գնում։ Իսկ հիշում ես ոնց եկակ այդ բնակարանը։ Այո, 95, հա 96։ 5-6, հա, տենց մի բան։ 30 տարի առաջ մենք բացի նրանց որ բաժանված ենք, հին ենք բարձում, 95 թվին։ Լավ, սպասի պատմեմ։ Աշխատում էինք երկի թատրոնում, մենք արդեն տեղափոխվել էինք այդ բնակարանը, մեր համար էլ էր նոր։ Ու բնականաբար, երբ իմացա, որ այդ հարևանները ուզում են վաճառեն բնակարանը, շատ է ուզում, որ ծանոթ, մոտիկ, ընկեր որևէ մեկը վերցնի բնականը, որովհետև դե բացատրեցինք արդեն, սենց ընդհանուր մի հատ մուտք ուներ, ընկեր ծանոթ տեսնելը շատ ավելի հաճելի էր, քան անծանոթ մարդ։ Երկի թատրոնում բոլորին ասեցի, որ վաճառվում է, Գրիշան իդան շատ սենց զգոն դրան Բայց փոխանակեցինք մենք։ Հա,
այդ սկզբից իրանք վաճառում էին, բայց դու կակրաս եկաք նա Պիրիգավորի, որ արդեն փոխանակեցինք։ Հա, բայց միջև գալը իրանք շատ լուրջ իդան բամբաներկով ու բանով կանյակով եկավ մեր տուն, իրան թվում էր շատ կարևոր է իմ ուրանտի խառնվելը այդ մարդկանց։ Որ այդ հարցը դրականացվեր։ Որ մենք շատ հաճելի արկե նստեցինք, սրճեցինք երանք, հետո Գրիշայինք արդեն գնացին բանակցելու այդ մարդու հետ, այդ մարդիկ էլ շատ ուզում էին արդեն առանձին բնակարանում ապրեն։ Դրա համար համաձայնվեցին, տեղափոխվեցին երրորդ մաս ձեր բնակարանը, իսկ դուք եկաք կենտրոն։ Այո։ Էլ ինչ իմանային խեղճերը։ Ես էլ, ինչը։ Կենտրոնի գները ոնց է բարձր։ Ահա։ Ճիշտ է։ Իդայի տունը փոխանակեցինք, այո, Իդայից տունը երրորդ մասում էր։ Շատ հաջող փոխանակում էր, կստացի, հա։ Մենք եկանք այդ մարդը գնաց առանձին, իրան ճիշտ ասում, քանի որ մենք մոտիկ էինք, եթե մենք սենց մոտիկություն ընկերություն չլիներ, այդ կոմունալ իհարկե բանը։ Այդ դուրը էլի փակ կլիներ, սենց կասել, իսկ բաց էր։ Սա մի խոսքով բան է։ Իսկ այդ պատմությունը ծիծաղալու բաներ պետք է, չէ՞ պատմել։ Այո, ծիծաղալու բաներ պետք է պատմել եւ նաեւ եթե ինչ որ վեճեր եղել ձեր միջև հարևանություն չեկար է։ Արել եք։ Հա տենց բանարել եք, տենց վատ բաներ պետք է։ Լսի, բանը դե այդ շատերը գիտեն, բայց էլի պատմեմ։ Ուրեմն արդեն թղթերը պայմանավորել ենք տվյալ մարդու հետ, թղթերը պատրաստ է, ավտոն ես հիշում վարձել եմ մեբելը ամբողջովին նախապատրաստացա, որ վաղ առավոտյան մենք տեղափոխվում ենք, վերջ, դառնում ենք հարևաններ։ Զանգել եմ Հրանտին, ասում Հրան ջան, դե թղթերը ամբողջովին պատրաստ է, ավտոն վարձել եմ, առավոտը 9-ին մենք տեղափոխվում ենք ու ես ինչի ռուսեն ասի, завтрашнего дня мы соседи, ասի, ты рад? Ասի, я очень рад, ուզում եմ դուք ռադ եք։ Տենց սկսեց մեր հարևանությունը։ Շատ, ասենց էքստրեմալ սկսեց։ Լավ։ Ու ռադ եք, հա։ Վայ, Հրան։ Դե դու արի պատմենք, որ մեր զոքաժները, այսինքն Իհա, զոքան, բացի մենք ենք ընկերություն անում, մեր զոքան, մեր չէ։ Իրայի մաման ու ծոցեման ու շատ լավ բարիկիներ, իդայ մամանը, հա։ Բայց իսկապես դա լա կարևոր, իրանք չէ ինչքան հաճելի են շփվում էին, շատ հավես էր, շատ նարդի են խաղում։ Հրանտի եւ քո զոքանջները։ Այո, բայց հետաքրքիր է, ինչեր են խոսացել։ Մանե ջան, հերթական անգամ։ Գրիշա, պատմում եմ, հերթական անգամ նարդի խաղալուց ուրեմն խաղում էին տարբեր տեղեր էին խաղում կամ իրանց տանը, հիմնականում մեր տանը, ծոցեման գալիս էր մեր տուն ու ստացվում էր խոհանոցը ամենածերն է, այս կողմնա ծոցեման ու մամաս նարդի են խաղում, տանը մարդ չկա, դռները բնականաբար բաց են, են թվերին ով էր դուր փակում, պադեզդի դուրն էլ էր բաց։ Մի վաղտ հետո պարզվում է, տանը մարդ չկար, մեզանից երեխեքից, պարզվում է, որ Գրիշա հենց խոհանոցից, որը հենց մուտքից հենց ամենաառաջի դուրն է, խոհանոցից գողանում են Դու հիշում ես ինձ միկրովալնով ու ժամացույցը։ Ու ժամացույց, բայց չափերը պատկերացնում ես, չէ՞, ինչ որ մեկը մտնում է բնակարան, վերցնում է միկրովալնովին ու դուրս։ Արի շարունակեմ էլի, ես ու Հրանտը տանը չենք։ Այդ օրվանից իրանք էլ դեռ նարդ են խաղում։ Բաց չի թողում։ Ճիշտ ես ասում։ Դրա համար հակնեմ, ախասետը, ճիշտ է։ Լսի, ուրեմն ու բանը։ Իրանք էլ շատ, էտել ասենք, շատ կիրտ ինտելիգենտ, շատ А вы знаете, безусловно, այսինքն են, իրանք, այսինքն մի քանի ժամից են նոր տեսնում, ոյ ուկրալի, այդ քանի ժամ անցել է արդեն, վերջը ես ու Հրանտը միջև եկանք, ուժը քաղամասից երկու հոգի եկան, միլիցիոներներ, դե մեզ տեսան, հետո լրջացան, ու այդ տամբուրում մենք խոսում ենք, Հրանտը խոսում է այդ մի տղայի հետ, ես էլ մյուս։ Դե սպասում Հրանտը եսա մի բան պետք է անի, մեկը Հրանտը Դե մենք չէի սպասում։ Հրանտը, չէ որ մի բան ասելու է, էլի։ Դե Հրանտը էլ ձենը բաս։ Ստեղ կանգնած եմ եկել այդ տղային սենց ան։ Ճիշտն ասած ես Գրիշայի վրա եմ կասկածում։ Ու այդ տղան սենց վրես է շուր գալի նայեմ, որ շատ խնդալու։ Ես իմ տնից բան եմ գողացել, շատ լավ։ Սենց նայեց ինձ, ասեց Հրան ջան, իսկ ինչից ելնելով եք ենթադրում, ասում եմ բացատրեմ։ Բացատրում եմ։ Ասում եմ,
ասում այս տունը իր Զոքանջի անունով է, իրանք էլ իրար հետ չունեն։ Խնդրում եմ ուշադրություն դարձեք ու իրեն պախոտկով գնաց տուն։ Այս երկուսով եկան Գրիշա ջան, մի հատ անցնենք քաղաք, ասի դու մենք կճշտենք, ամեն ինչ կբարձենք։ Ուրատը տենամ է հերից միջանցքում սեցան։ Սարքեց գլխիս, ես սենց գնացի։ Ես իմ տնից բան եմ գողացել։ Այդ թողեցի մի քանի ժամից ջղայնացած եկա։ Չգտան, չէ։ Չէ, չգտան։ Բայց հրանտը գիտեր որ ներվանացած գալու եմ, տեսա ուժը գարի ջուր դրած, արի։ Արի խմենք, թուլանանք, ոբշի։ Այդ շատ ուժեղ պատմություն է, հա։ Հիշում ես որ գնացինք Գլոս մի կես տարի։ Դե խառը նոր եմ եկել, դժվարություններ եւ այլն։ Մի 6-7 ամիս անցել էր, ասի հրանտը շունգել ընկերս է բարեկամ ուժը հարազատ մարդու նման, ասի մի հատ զանգեմ։ 6 ամիս անց զանգում եմ, դե երեկոյան 9-ը ստեղ առավոտվային։ Հա, այն ժամանակ զանգում էինք, տենց հեշտ չէր։ Քարտ կար, ինչպես էս ջնջում էին կոդերով էին։ Հա, տենց այդքան հեշտ չէր։ Հազիվ հա զանգեցի։ Բայց ինչ հին մարդ են գրի։ Շատ։ Բայց Կկտրեք։ լավ է։ Ֆանտաստիկ, ֆանտաստիկ։ Պրիվետիկ։ Վերջը մեկ էլ հա զանգեցի 6 ամիս անց, այնտեղ երեկոյան 9-ը ստեղ առավոտվային։ Հրան ջավոնցես ասեց հատ լավ եմ։ Ոյոսի ցավտամ քնացիր, չասպա զանգիտ էի սպասում։ 6 ամիս չի քնե, սպասել է սուտ էլի։ Ճիշտ է ասում։ Ես եմ տեսել։ Ես եմ Իսկ եթե լուրջ ման է փաստորեն ես գտնում եմ, որ այդ լավագույն տարիներն էին, էլի։ Ապեր հրանտի ու իրայի հարևան, սկսենք դրանից, որ յումորը դետ օր չկար, այսինքն օր որն է, բրոպե չկար, որ մենք չծիծաղեինք, բայց մարդկա տարիներով չմենք օրեկան ինչքան մենք դոպինգ էինք ստանում, այդ մեծ առավելություն է։ Գրիշ մի հատ էլ լավ պատմություն կար, ես սկսեմ, դու շարունակի պատմել։ Այդ թվերին ոնց որ եւ կապերն էր վատ, եւ կենցաղն էր բավականին բարդ էր։ Եվ երբ որ մոտենում էր ձմեռը, միշտ ցենց մեծ պարկերով առնում ենք սոխ, կարտոշկա, պահում ենք բան այդ հիմնականում սոխ ու կարտոշկան։ Սոխ ու կարտոշկա ճուլաներում պահում ենք, որ ձմեռը չմնա։ Ձմեռը սնվենք։ Հա, հերթական Շարունակեմ։ անգամ, հա, շարունակեմ։ Մենք առնում ենք հիմնականում միջին ընտանիքներ 2-3 այդ մեշոկ պարկով, հա, բան են, կարտոշկան կա։ Հիմա մենք առել ենք իդա այդ 2 մեշոկ sense կարտոշկեք ու դրել ենք այդ տամբուրում ընդհանուր դրան մոտ։ Մենք տանը ունենք sense մի քիչ ծառը։ Իրանք որ հարուստ են, մեծ իրանք տեղ ունեն դնելու։ Կողքը վեգա տեղ ունենք։ Մենք չունենք, մենք ստիպած այդ падեզդի դրան դեմը դրել ենք։ Դե հարազատ մարդիկ են, ինչ պետք է անեն։ Այդ 2 մեշոկը մենք 3 ամիս պետք է ուտենք։ Հա, ոտի տակ դրել էիք մթամին։ Մթամին։ Մանե ջան, 2-3 շաբաթ չանցավ։ Հա, ես ուզում ասեմ նաև, որ եթե մեզ մոտ ամիսը մի անգամ էր հյուր գալի, իրանց մոտ ամեն օր էր գալի։ Ամեն օր պրակտիկի ուտուշ խոմուշ էր իրանց մոտ։ Մի խոսքով լսում եք երեխեք, կարտոշկեն, այդ կարտոշկեն, այդ մի մեշոկը մի 20 օր անց դնում բարձնում արդեն։ Ասում իդա մենք այսքան կիրել ենք, վրոդի իմ ռաշիտը պստում ա, հա, հələ պետք է 3 ամիս ոնց է մեկ ասես հրանտի հաստատ բաներն է երեկոյան ուրեմն ժամ 1-ին դե դուրը փագա, բայց լսում ես հրանտ են տնից հյուրերը դուրս են գալի, դե հաջողություն բան, իդա ասի սուս, բան Զոքանջի, ոնց ես լսում ենք, հաջողություն լավ է, բան, էս էլ վերցրեք ձեզ հետ, ասի կարտոշկես է, դուրը բացի տելամ կեղտոց սենց կարտոշկի կմրնաց, Գրիշը կնեղանա վերցրեք, հա, չէ, ես դուրը բացի սենց այդ, ասի ինչ կա, տեղ եմ ապրում էլ, ինչ կա, ծիպի խես եք է, ասի ոչինչ տեղ եմ, լավետի հետ, ասում կարտոշկես խես նվիրում, ասում ես քեզ լավություն եմ անում, ասի դա ոնց եղավ։ Բա ասում հյուր են գալի իմ տունը, իմ անում են Գրիգոր Աղախանյանը հարևանս, հա, ասում են CD բան չկա, ասի շատ կեղտ տղա չել նվիրի, բայց այս կարտոշկեն իրանն է, վերցեք հիշատակ։ Կեղտոտ զորով մինիստր, չգիտեմ ում տալիս էր, այդպես տանում ենք, մենք սոված մնացինք իրանք էլ զորով։ Ես հիշում այդ օր Արայ Էնջակյանն էր, սենց տիպած մի 4-5 հատ դոշին դրած կեղտոտ տարտար ասում է։ Լուրջ արան, հա, ասում բայց լավ բաներ են թվերի համար Հետ բերեք Գրիշայի։ Կարտոշկայի նվերը շատ խնդալ է։ Վայ։ Մեր իդան չգիտեմ ինչ կապակցությամբ Այսինքն ընկերությունը Վաշոտ Ղազարյանի ու Մելանիայի հետ բնականաբար ընկերությունը կար, մինչև այսօր էլ կա, եւ իրանք էին ընկերությունն անում եւ բնականաբար մենք իդան մի օր, չգիտեմ,
դե տենց ստացվեց, պետք է Աշոտ Ղազարյանին ու Մելանիային հրավիրեր ճաշի։ Եկավ ասեց, բանը ճաշի եմ հրավիրել, բայց ձեր տուն։ Ասի այսինքն Ձեր տունը փոքր է։ Մենք հրավիրել ենք, բայց ձեր տուն։ Ասма բանը փոքր է, ձեր մոտ սեղանը մեծ է, ասի հա օքեյ, մենք տանը մնանք, դուք հրավիրել եք ձեր հյուրերն են, թե մնաք, չէ, դուք մնացեք, ես ամեն ինչ կպատրաստեմ։ Շատ խնդրած հրավիրել ենք ձեր տուն։ Ոյշի Մելանիային գալիս են իրոք մտածելով որ Իդան Գրիշաներ են, բացում են դուռը, ասում են չի անցեք ստե հրանտի մոտ հա եկեք ընդեղ եք սեղանը սարքել։ Բայց շատ հավես է։ Թե չէ։ Հա, ինչ է հավեսել։ Հա, ոնց հավես չի։ Դե աղը մենք դրեցինք ամեն դեպքում սեղանը։ Դուք ահագին ծախս արեցիք, ես հիշում եմ։ Ոչինչ ինչքան ձեր տվեց, համոն մեր տանը չարեցինք, համ իրանք էլ ինչ որ բան դրեցին։ Լսի, իսկ ես հիշում եմ որ հրանտը ծնվեց։ Կարտոշկի ծախս։ Մեր հրանտը ասելով իր իմ հրանտը որ ծնվեց։ Լսի, էդ էլ է շատ խնդալու, որովհետև մենք անուններ ենք որոշում, դաժե կարծեմ Իդան գիրք էր բերել։ Կա է, տենց գիրք կա, հիմա ոնց է։ Ասես Հորոմսիմ, եսիմ, Գյուլնար, ինչ ասես։ Սենց նայում ենք հուծուծու։ Լսի, մեկ է սենց հրանտ, ասի շատ լավ է, դավայ։ Հրանտ, ոչ իմ տենց է։ Հետո նոր հասկացած հրանտ դնեմ, սաղուր ձեռ առնել, այդ կակրաս։ Ես մտածել եմ թող Խոչանի անունով է։ Դե լսի, հիմա եկել ենք։ Որոշեցինք, եկան կոֆե խմելու, Իդան էլ սաղուր վրա պետք է ծնդաբեր Ասերան ջան, որոշել ենք, եթե տղածն է, անունը հրանտ դնենք։ Ասի, բայց քո հետ вообще կապ չունի, դու չիմանաս քո պատվինա, մեկ սենց այց։ Շատ ղսմաթով անուն եք որոշել։ Ես ձեզ խորհուրդ կտամ, եթե աղջիկ ծնվի, միևնույն է հրանտ դնեք անուն։ Այդքան ղսմաթով անուն է, էլի։ Ասենք լավ։ Դու հիշում ես, երեխան ծնվեց բան, այդ առաջի ամիսներն ավշին բան։ Արտուր Գրիգորիչը փորձեր է այստեղ։ Իստե Ալավերդյան տպագրիչին չէ, 4 րոպե, 3 րոպե։ Չէ՞ սենց։ Գալ։ Լսի, մեկ է բան։ Իսկ հրանտը տաններ այդ օրը։ Դե մեր ոնց է, չէ՞։ Կարող ամիսներում մենք կարող։ Այլ տաններ մենք ենք ստեղ գործի սաղորը։ Լսի, ես բանը բաց միջանցքը երեխեն ուժը կերակրած բան սենց կապած, չէ՞, սովետական հիմա տես չեն ասես պատատած, որ ձեռները ոտերը ուղիղ լինի։ Այ մարդ ուղիղ էր էլի, կամ թե ծուռալները տենց պատատեն։ Ինչ մտի փոք։ Սենց ասում ենք Հրան ջան, ինձ լավ միշում ասած, այո, ասում Հրան ջան, երեխեն կերած ամիջ բանա, թափով գնանք փորձի, մի 2-3 ժամ, բան չունես, երեխուն դիր կողքը գնանք գան։ Հրանտը լավ, ասես երեխուն դիր կողքը, թափով գնում գալիս ենք, մյուս օրը նույնը, Հրան ջան, կինազված, նայ ուժը դուրը չի գալիս, սենց նայ։ Լավ, սենց երկրորդը։ Երրորդը որ բերեցին։ Խելոք էր շատ Հրանտը вообще լացկան չէր։ Հա, կստատիա։ Շատ հանգիստ երեխա էր։ Լսի, ման երրորդ անգամ որ ասենք, բան, մեկի երեխու ստավեց դիվանին, ասեց քակնեմ ենք անունը Հրանտա։ Ռադարեք, տարեք, բարեք, ասեց։ Այսինքն այն որ անունը Հրանտա դրա խաթար երկու օր ասում են լավ։ Երրորդից չհասկացա, ես კი իմ երեխուն եմ մեկ-մեկ բան։ Ես კი պետք է ձեր երեխուն պայեմ ամեն, Էլմի լավ էլ նայել է երեխեք։ Լավ էլ նայել։ Վայ, ոնց է լավ անցնում։ Էլ ինչ կհիշես, մի հատ էլ լավ բան հիշի։ Լսի անտենան ինգողացի։ Ուրեմն 90 որ թվականին Սպուտնիկը այսպես անտենաներ կային։ Այդ ես ասում եմ, չէ, այդտենց չկար։ Սենց մի հատ ուղիղ էր ու ինչ-որ ցից բաներ էր սա։ Հա, այսե։ Փոքր ինքը լրը շատ չէր բռնում, մի 12 կանալ էր կարծեմ։ Հրանտ առաջիններից էր, դե 30 տարվա բան է պատում։ Եկավ դորը ծեծեց, ասեց Արի Ռաբիս, Top 10 Ռաբիսը նոր էր դուրս եկե։ Արի Ռաբիս, ասում լավ, եկա։ Պիվեն առել ենք հիմա թավերին, MTV։ Մի րոպե։ Հենց կրիշայում էին տեղադրել։ Այո, տեղադրած էր կրիշայում։ Չգիտեմ, մարդ էր կանչել, թե դուք եք գնացել, ոչ իմ տեղադրած է կրիշային, այսինքն արդեն տեղադրեցին ու արդեն գալիս է Գրիշին կանչումը, որ միացնեն։ Նոր տեղադրած է, նոր տեղադրած։ 10 րոպե առաջ, սենց ասեմ։ Հա, նայեցինք բան, ու այդ ամբողջ գիշեր ընտրությունը մեծ չէր, չգիտեմ, CNN-ներ, MTV շեն, բան, դե մենք սենց ու տենց խոմ ենք, մեզ դրել ենք սենց մեր երազաստա, ոչ նայում ենք, մանե, մեկ էլ մյուս օր էլի Հրանտ եկավ, Արի Ռաբիս, Ռոձարի էլի նայենք, միացնենք, որ կանալը միացնում ենք խշում է, գողացել են անտենը։ Մյուս օրը դե պատկերացու չկան տես, ադե Սպուտնիկը գողացել են։ Չեն հասկանում, ինչ է խշում, բարձրանում են չկա։ Պատերում են անտենան չկա, կաբելը մնացել է։ Կաբելը մնացել է, անցավ 2-3 տարի, 2 տարի, թե տարիքես, այդ նույն անտենայից արդեն վերնիսաժում ծախում են, ասի Հրանտ, անտենան արի
առնենք, որտեվ արդեն բավական հարմար է գինը, Լարերը լարն էլ ասում եմ մեզ մնում է հաշվել, որտեվ չեն գողացել, ձեր տնով, միջանցքով, մեր բալկոնից վիշկան մեկի երևում էր, պետք է ինքը երևար, ասում էլ կռշայի վրա չդնենք, որ չգողանանք, դնենք մեր, ասես լավ, ասես առավոտը նկարանում անեմ, եթե դժվար չի, մետրաժը մի հատ հաշվի, իրանք ասես լավ, հիմա երեխեն նոր ածավ է, իդան կերակրում է երեխուն, ոնց որ բոլոր մայրերը, սենց, մեկ է դուրը, են Չելենտանո հիշում ես են, ադիալը, մեկ է դուրը դեղ կուրան տնայի, 67, 68, զոքանջիս վրով, զոքանջս էլ չի հաստրի հակնվի, վան, երեխես ուժն դենդե կաթից կտրվեց իդան, բա միչև, ոչ բան, դուրը շրխ, բան անցավ բալկոն, եկավ իդային ասես մարդուտ կասես հերիքում է, կաբել էլի հաշվելա, ոչ բարև բան, զոքանջիս երեխես ասենց երևի ամսեկան, հայլի հաշվը չկորցնեն, էդ էլ է շատ։ Ու տեղադրեցիք։ Հայտը դրեցինք ուժը, մնացած բանը պատմելու չի։ Հա, լիքը բան կա պատմելու։ Մնացած բաները հաջորդ անգամ կպատմեք, բայց եթե առանձին պատմություններ էլ ունեիք։ Մանե ջան, քանի որ խնդրել էիր պատմությունների շեմ, մի հատ, այսինքն վերջի մի հատ ծիծաղալու պատմություն կպատմեմ, Ամերիկայից նոր եմ եկել, այնտեղ այդ Գլենդել քաղաքում ես ինձ շատ սենց լավ եմ զգում, մեքենա եմ քշում, ճանաչում եմ փողոցներով եւ այլն, հերթական անգամ ընկերուս մեքենան մոտ սա քշում եմ, սա փաստորեն կապ չունի էլի մեր պատմությունների հետ, ուղղակի հիշեցի, որտեվ իմ համար շատ ծիծաղալու էր, կանգնած եմ Խաչմերուկում կարմիր լույսի տակ, այս կողքից մեքենայի մեջից այսենց կլպած բանանի կճեպը լույսի տակ են չել փախնում, գցում է մեքենայից դուրս, իմ համար անկեղծ ասած մի քիչ դա շոկով եմ ես համարում, ես սենց զարմացած նայեցի, իսկի Երևանում տենց բան չեմ տեսել, են որ լավ մաքսիմում բիչոկ էլի սիգարետի դրանից ավել չեմ պատկերացնում կանֆետի թուղթ բանկցեն, շատ զարմացած գնում եմ ընկերուս եմ պատմում, ասма դե լսի ես պատմեմ իմ հետ ինչ ա եղել, այո անշնորհքություն ա, ուրեմն այտենց ես կանգնած եմ հետևից ասում ա, մեկը ասում ա իմ դիմացից գցում ա կանֆետի թուղթ, սիգարետի պաչկա, լույսի տակ կանգնած ենք, հա, то есть իսկապես դա զարմանալու է, չէ, շոկով է, չէ, իմ համար, հա, մարդասպանություն չի, բայց մեկը տարօրինակ է, ասում ա, ստեղ ազատ էր, ասում ա, սենց եկա կողքը կանգնեցի, ասում ա, ես պետք է իրան անպայման նկատողություն անեի, ասեցի, մա տեսնում եմ, որ հայ է, մեքենայից, ես իմ ինչ-որ, ասում ա, այդ մեքենաները հայերն են քշում, չգիտեմ ինչ է, ես շատ չի Մա գիտեի հայ է ասում, մոտեցա դեմքն էլ տեսա, մոտեցա ասեցի, ներողություն, դուք հայ եք, ասեց այո, դրա համար եք, հա, սենց կեղտոտում փողոցը, ինչ ասես, գցում եք մեքենայից դուրս, ասում ա, բայց ժպիտով ասեցի էլի, ոչ ջղայնացած, այդ մարդը ասում ա, նույն ձևի ժպիտով նայեց, ինձ ասեց, ներողություն, իսկ դուք հայ եք, մտքումս ասեցի, քիժ է այս մարդը, հայերեն խոսում եմ հետը, իհարկե հայ եմ, ասի այո հայ եմ, դրա համար եք հա ձեր քիթը խոթում ուրիշի գործերի ասում ա նենց եմ մանտրաժգել, ասում էլ բան չեմ պատասխանել, թողել գնացել եմ, ոչ իմ էտ տենց վերջի ինչ-որ ծիծաղալու պատմություն Լսի, ես հիշեցի խառ ինչի չենք, Վարդանը մեր Զադոյան թոփթենը որ միասին մենք կարծում ենք, երեք էի հիշե Վարդանը զանգում է իր անկերոջ ուժը չեմ հիշում, ասենք Սերոժին, զանգում է, տատիկն է վերցնում։ Բայց ես, ասում է Սերոժիկին կարելի է ասենք, ասում է Սերոժը տանը չի, ով է, ասում է Վարդանն է։ Վարդաննա ջան, Սերոժիկը որ գա, կասեմ զանգի։ Վարդաննա ջան։ Շատ խնդալու է, անունը Վարդան։ Ձեր ամենասիրելի երգը։ Բլիցա, պատասխան ինչ ես վերես արագ պատասխանի, ես էլ եմ էտ սիրում, հա, մյուսը, սիրելի ֆիլմ, սիրելի ֆիլմեր շատ ունեմ, բայց վերջի շրջանում իմ ամենասիրած ֆիլմը Ջենտլմենին է, ոչ թե սիրալը, այլ ֆիլմը։ Իմաս Լինկոլն, ու Նևցի, այդ երկու ֆիլմը սիրում։ Սիրելի երգ, Դե ասեցին, չէ, չունեք սիրելի երգ լուրջ։ Մի երգ չեք կարա ասել։ Չկա տենց է, որ սենց։ Հա, Պարային օրինակ, բանը, Բրունո, Uptown Funk, օրինակ, սիրում եմ այդ երգը։ Ես էլ։
Bruno Uptown Funk։ Bruno Mars, հա, Bruno Mars։ Շատ լավ։ Uptown Funk։ Հա, ես էլ եմ, բայց լուրջ ես դա, որտեվ ալիկը փոքր վաղ, ինքը այդ երկի վրա մեծացել։ Հա, լավ։ Ու լրիվ անում էր։ Շատ դրայվոտ է ինքը իրոք Շատ լավ։ կայֆ է։ Իսկ Մեր սերիալներ ճաշակները նայում եք։ համանքն։ Շատ։ Ես ոչ։ Սիրելի սերիալ։ Ման են շատ վաղուց եմ սկսել սիրիալներ նայել, լիքը լավ բաներ եմ նայել, բայց почему-то միշտ մտքիս գալիս է այն առաջի սիրիալներից, որը նայել եմ, կոչվում է Homeland, Rodina, ամերիկյան տարբերակը։ Ես միցակ այդ սիրիալը շատ շեյեցի, բայց նենց չի որ դրանից հետո շատ լավ բաներ չեմ տեսել։ Breaking Bad։ Homeland Во все тяжкие, հա։ Ես չեմ նայում սիրիալ։ Ընդհանրապես։ Քո կյանքը սերիալ է։ Դրանով բավարարում եմ։ Խվացիտ։ Սիրելի հայ երգիչ։ Գրիգոր Աղախանյան, Երգիչ։ Երադանի։ որպես երգիչ, Գրիգոր Աղախանյան, որ Համել երկիչ եմ, երկիչ չեմ։ Չէ, երգչին առանձին եմ հարցնելու։ ասեցի Գրիշանով։ Կա ախր հիմա вообще-то կոմիրոնը չկա, կան մարդիկ, Չէ, որոնց ավելի զուտում սիմպատիա։ ես սիրում հայ երգիչներից որպես երգիչ, ոչ թե մարդ։ Ոյ, Ֆորշ եմ սիրում, Ֆորշի երգերն եմ սիրում։ Բայց լիքը մարդ կա էլի, Կա, էլի, սուպերն հա։ որ ասեմ մենակ Չես Ֆորշը։ ասում։ Չումակովն էլ է, հայ, չէ։ Հա, ճիշտ է, Չումակովը Չումակովի լեգսի։ տատիկը արցախցի է։ Հա։ Այո, դե տատիկը առողջ։ Գորը Սուջան, հաճելի է շատ։ Հա, շատ կան, էս չի մի օքեյ։ Մի հոգի։ Բայց այդ վակալնի տվյալներով Չումակովի արքի 3 Հա, լսում հա, ապշելու լավն է, բան է, էլի։ Էլի հայ, էլի քեզ չէ։ Հա, պսակված է, գիտես չէ։ Թե չէ նպատակ ուներ դա։ Իրա, что за это самое? Շատ ինքը իրան ասեց։ Իրա։ Բայց ես Վայ, վերջերս Իրա։ Չումակովին Բաժանվել, հեյթ հա։ Բոյով է։ Չէ, բայց սող հեյթ են անում, կնոջ ինչ որ ինտերվյուում բան է արել։ Հա, հա։ Ունիզիլ։ У меня женская солидарность, ես էլ ուրեմն։ Չած կինը պաշտպանում է Ստատիս իր характером հասմաբանը։ он тоже։ Դա լավ, եթե որպես հա, իսկապես լավ երգիչ է։ Անցնենք առաջ, давай։ Սիրելի հայ երգչուհի։ Էլվինա։ Հա։ Էրնային էլ եմ շացում, բայց Էլվինա։ Էրնա։ Այ դա Երնայլա շատ լավ է։ Հա, հա, հա։ Առաջին celebrity crush-ը։ Так։ Դե տարիքերով կալենդելոններ։ Իմիջայլոց իմ մոտ երբեք տենց բան մոլի բան չի եղել ինչ որ մեկի աստղային։ Մենք ինքնաբավ անձնավորություն ենք։ Մինչև ավելի վերջի տարիները իմիջայլոց, երբ որ արդեն եկա ուշեմ դարել։ Մեծացել եմ, հասունացել եմ։ Այ երբ որ հասունացել եմ, աստղային լավ օրինակ շատ սիրում եմ Բրեդ Պիտին, շատ սիրում եմ Ջորջ Կլունի։ Կլունին սիրում եմ, բայց այդքան չէ, ջունիոր դա Ռոբերտ ջունիոր Դաունի ինչ էր։ հա Հա։ ինքինան եմ շատ հավան, բայց չէ կան տենց այդ դերասաններ, որոնց սիրում եմ Թոմ ոնց էր Հենքս ինչ էր ազգան, էլի լավ դերասանն է։ Դերասան, Թոմ Հա, Հենքսը, բայց Թոմ հա։ Հենքսին որպես տղամարդ հավանում ես։ Ինչ որ բան ես իմացել։ Չէ, որպես հարց ոչ թե որպես դերասան, այլ որպես Բրեդ հայտնի մարդ Պիտին դերասան, կարաս, որին էլի։ Օ, Բրեդ Պիտին կարամ պատկերացնեմ, հա։ Բայց իմացա երեք ամուսնացել է։ Հա։ Յոգա ինստրուկտորի հետ պատկերացնում ես։ այդ Պիտը։ սովը չէ։ Շատ անդուր։ Երեք եմ Մարել։ իմացել։ Երրորդ Ծնունդի անգամ։ սորով իմացա, որ Բրեդ Պիտը ամուսնացել է։ Թույն։ Լսի, իսկ մենք որ Բրեդ Պիտ։ ցանկալի Հա, էր, հա, ասենք Բրեդ Պիտ, լավն է։ ցանկալի էր Քիմ Բեսինգերն ասում, Բեսինջերը ենք մենք ասում, Դեվիդ Սպալավինի ձեր Հա, այդ ֆիլմից լավն է, հետո նոմեր դա շատ։ դե բոլոր տղամարդիկ Տղամարդկանց ֆոտոները միշտ պահում են։ ցանկանում են եւ ուզում են։ Իդեպ դբրոցից աղջիկները նկարես չեմ հիշում, բայց ես հիշում մեր դասարանում, նույն այդ օրինակի վրա այդ սերունդը, այդ օրագրի այդ ցելոֆաների մեջ ենք, չէ՞ դնում, Ալեն Դելոնի նկարը էլ եմ հիշում։ Ալեն Դելոնի նկարը դեմիք սաղ սանդուր կոլոտ փրչոտանը, ու Ալեն Դելոնը սիրուն սես նկար, աղջիկն սես բայց ինձ նայում են։ Իմիջայլոց Հալեն Դելոնը երբեք ընդունելով, որ ինքը շատ գեղեցիկ տղամարդ է, ինքը էտալոնը արդեն բան էլի, սլովենարից։ Ես երբեք ինձ ինքը չի գրավել իրան հետ զուգահեռ գոյություն ուներ մյուս դերասանը։ Բելմոնդոն։ Հա? Բանը։ Վերանդը թող։ Չէ։ Բելմոնդոն։ Բելմոնդոն,
որը շատ ավելի իմ համար հետաքրքիր ինքը ավելի ինքսիրուն ինքը դաժե եղեր քիթը ջարդանը իդեպ ես գիտեմ որ ապրոստներ էր կատարվում ասենք Փարիզում ով կրեց նո իրանք բացի համրավեստիքն են աման շատ հաճախ Բելմոնդոն էր կրում то есть սիմպաթիայի բաներով Ֆրանսիայի ապրոստներով օբյեկտիվորեն այո Ալեն Դելոնը շատ գեղեցիկ տղամարդ էր Brad Pitt, Kim Basinger։ Ահա, լավ։ Okay։ Որոշեցինք։ Հայտնիներից ում հետ եք ամենից շատ խոսում հեռախոսով։ Գրվում, Ինչ բոյի հայտնի։ Որ մենք ճանաչենք։ Երևի ամենաշատը ես Արմանի հետ աղա ջան։ Դու Դες որ ուրիշների հետ չեմ խոսում, բայց Հա։ Իա։ Ես էլ եմ նրան հետ խոսում։ Հա, չէ, Արմանի հետ, երևի ամենաշատը Արմանի։ Արևանությունը փաստորեն չփչացրել շարունակությունը։ Չէ, մենք հա էլի փորձում ենք այդ պահել։ Հարևանությունը վերջացավ, մնաց ընկերություն։ Շատերի համար դուք եք ամենահումորով հայտնի, բայց ով է ձեզ համար ամենահումորով հայտնի մարդը, ում անձամբ ճանաչում եք։ Ես էլ ասել եմ Հրանտը, որովհետև իմ համար Հրանտը էտալոն է, անկեղծ, որովհետև ես մա շատ լուրջ եմ ասում, իմ շոումենական հա կարիերայում, սենց ասեմ, Հրանտը շատ մեծ դեր է խաղաց։ Ես դա բազմիցս ասել եմ, որ Հրանտին եմ ասել։ Ակամա անգամ բաներ կա ես անում եմ, եղել է ինձ ասել են, բայց Հրանտին այս պաուզան, միմիկան շատ բաներ։ Նույն ինչ որ երևի իմ բաներն ավելացրած եղել նաև։ Երևի։ Այսինքն դա խոսում անդրա մասին, որ ինքը իմ համար իսկապես էտալոն է իր տեսակով, իր հյումորով, իր ամեն ինչով հատկապես որպես շոումեն։ Մի խոսքով ինքը ազդեցություն ունեցել է իմ կարիերայում միանշանակ։ Հա, իմ վրա էլ։ Ման իմիջիալոց ես էլ ես չեմ ասում ուրիշ հումորով մարդ չկա, լիքը մարդ կա։ Նույն Գրիշային կարամ ասեմ, նույն չգիտեմ, բայց իսկապես Հրանտ Ջագինյան Ռուբոն օրինակ իմ համար շատ հա դե կան շատ այո։ Բայց Հրանտը հա։ Հա, առանձնանում է։ Հրանտը միանշանակ էլի, որտեվ նորից եմ ասում հումոր անելը տենց ես բան անում էլի։ Ինքը Նույն շատ բանը համով ուրիշը պատմի ուրիշ ձևի։ Հետո ես իմ բան ասեմ, ես էլ շփվելով տենց բախտս բերել է հումորով շատ մարդկանց հետ, Հրանտի բացի տեսակի հումորը, իր ամեն մի հումորը համարա այն մեր ասած վզիսատկու է։ Որտեվ ամենահումորով մարդիկ մեկ-մեկ փուստ տալիս են, ես փուստ հասկացար, ոչ միշտ։ Հրանտը համարա միշտ է խնդալու բաներ անում։ Ու մի Համարյա միշտ, որը դժվար բան է։ Մի բան էլ նշեմ, որակով հումոր է ինքան, իր հումորը գրեհիկ չի երբեք։ Երբեք։ Հա, միշտ որը որ չեմ սիրում իմիջիայլոց, գրեհիկ հումոր։ Բայց նոր հիշում եմ Խաթաբալադա, որ ես եկել, ես այդ որ թվերն էր 96-7 Մանը ես դահլիճում ես շում իդան հայնց խափում որտեվ ես ոնց էի ծաղում անդադար ու տենց ամբողջ զալով ոնց մամոթա նորմալ ընտանիք դա ինչ նորմալ ընտանիք ուժը որ այդքան դե միշտիկն է բնականաբար Միշան Պողոսյան հա ներկայացումներից բան չհիշեցիր որ ներկա Խաթաբալադայից գիտես որ ասեց ծիծաղում էր դահլիճում երբ որ ներկայացումը բեմադրում են երկար ասելով 9 ամիս է կարծեմ տևել երկար process էր ամեն օրվա process էր իրար գլխի հավաքվելով տղաները ավելի շատ ես ու Մարիամը կողքից էլի բան երբ որ շատ էփում ես այդ process-ի մեջ այսինքն համ հասկանում ես որ դուրդ գալիս է բայց երբ որ հասնում ես վերջի փորձերին թվում է թե հա լավ է, բայց արդեն չես հասկանում քո համարա լավ, որտեվ դու մեջը էփվել ես, թե իրոք հանդիսատեսն էլ կընդունի։ Ուրեմն պրեմիերային, որը հիմնականում հրավերքով էր, իսկ իմիջիայլոց հրավիրված բանը զրիցիլը հանդիսատեսը բավականին բան են սնոբ են մի քիչ իրանք շատ դաբրաժելացին միշտ չի որ դաբրաժելացին են շատ ճիշտ է ուրեմն մենք իսկապես այն որ չէինք հասկանում մենք այս ներկայացումը խաղալու ենք ու հետո կխաղանք թե չենք խաղա ոնց կընդունեն այն որ հա մեջը լիքը լավ բան մենք ինքներս տեսնում ենք որ համով է բայց մենք մեջն ենք հասկանում ես ու այս վերջերս Արտուրն էր Սահակյանը հիշում, որ Արմենը Համբարձումյան, որը մեր պրոդյուսերն է, ուրեմն ներկայացումը արդեն սկսել է սկիզբն է,
ու այնտեղ արդեն ինչ որ Միշայի խաղից հետո գնաց արդեն ինչ որ ռեակցիա զալից սկսեցին ծիծաղել, Վազիլով եկել է, Արտուրն ասում է ծիծաղում են, Արտուրը ասում է հա, ծիծաղում են։ В общем, այդ մի փոքր էպիզոդը ու ներկայացման վերջը, ներկայացումը վերջանում է քար լռություն, ու մեկ էլ պաուզա է, Վախենալու պաուզա։ վախենալու պաուզա։ Ու գիտես այն որ ավացիա ռեալն է, որ ոչ թե ծապ տվեցին, հետո վեր կացան շնորհքին կակաբուչնը ձևույցը։ Վաու, Մարսեցին ներկայացում։ Չէ, փաստորեն ընդունվեց։ Հրանտեց Ստեփանակերտում, կարծեմ։ Լսի, դե դե լավ, աղոց արդեն չեմ հիշում, նստած ենք ինչ որ պաշտոնյա մարդիկ եւ այլն, ու հրանտին դիտալը չեմ հիշում։ Ու հրանտին մտածում եմ, Հրանտ ջան, դե դու միշտ աջակցել ես, օգնել ես համերգների կամ մարաթոնների եւ այլն։ Մենք էլ ինչ որ բանով ուզում ենք քեզ օգտակար լինել, այս տիպի խոսակցությունը։ Հրանտը ասեց, լավ, ասեց ես կուզենամ կապիտանի կոչում ինձ տակ։ Այ մարդիկ իրար նայեցին։ Հրանտ ջան, մենք լուրջ ենք խոսում, ասում ես լուրջ եմ ասում։ Ես շատ կուզեմ կապիտանի կոչում։ Լավ, երրորդ անգամ ասին լավ, կապիտանի կոչում։ Իսկ ինչու հենց կապիտանի կոչում։ Ասա բացատրեմ։ Ասա որ երեխեքս մեծանան Ստեփանակերտի հրապարակով ման ու մեկը վդրուկ հարցնի, այդ չի ձեթի, ասեն ձեթի կապիտանը գրանտ։ Այդ շատ ուժեղ էր, այդ վայ։ Այդ են ծարանքով։ Հա, ինքն այն հյումոր է, էլ այդ Իսկ Ջինջանից մի բան կհիշես։ չեմ հիշում։ Ջինջանը ձեր համատեղ ներկայացումն Հա։ Թե չէ Լավ խաղում ետ եք։ մենք։ Ես այդ Դե անդադ մտածում ենք վերականգնելու մասին։ Չեմ հիշի, բայց լիքը խնդալու բաներ ա եղել, լիքը հավեսով։ Միանշանակ։ Սոստավը ուրախ էր։ Լովը լավ դուք էր, երկուսը Ես Չէ, մենք Գրիշելովը երեքով էինք ու արծրումներ։ Արծրումներ Լավ ա էր, եղել, լավ էր, Վարդանը մեր ֆոկուսները Ֆոկուսները Վարդանն էր Ամիրյանը։ Ահա Ու Ինքը օգնում էր մեզ։ տրանսֆորմացիաներ էինք անում բան։ Բայց լավ էր, այդ առումով շատ, չէ՞, հագեցած էր Լավն էր, հա։ այդ ֆոկուսներով հավեսով։ Արեք Գրսախ Մեջը Գրիշյանն փող չկա, նո պետք է հասկա։ Հա, Ներկայացման մեջը մեջ փող հիմա չկար, դրա համար որոշեց ուրիշ գործերով զբաղվել։ ես 50-ից հետո հասկացա, որ 50 փող, որտեվ հա բաժանվում է դրա պատճառով։ Չնայած հիմա կա էլի նույն։ Հիմա Մաչի մի փող։ րոպե հիմա փող ունես կարող թազապսակվես։ Հաջորդ հարցը։ Էս բլից էր։ Էզի մլից էր։ Պատասխան։ Այ բանը հերախոսները Բայց- կբացեք, կասեք վերջինը ինչ եք փնտրել Google-ում։ Google-ում Լիրոպը։ Ինչ տեղեկություններ են ձեզ հետաքրքիր։ Ինչ ամ ես դարք։ Լսի ինձ գիտես ինչ է։ Ոյ, ես չամոթ հայրը գիշերն եմ մտել։ Այդ դրա մասին պետք չի ասել։ Իմ մոտ վերջինը բանա, Ացիկլովիր բացել եմ, որովհետև ստեղ գերպես է դուրս եկե։ Բացել եմ որ կարդամ այդ մազը կսեմ, հա, ացիկլովիր։ Okay, Նորմալ, ես մեծ մարդ, հա։ սիրիալ եմ գտել Ռազդիլենիա։ Վայ, գժությունը չես տեսել։ Այդա նայում եմ։ Հա։ Փաստորեն դուք Վերջինը ժամանակակից այդ բացեցի, որ գտնեմ ով է ինչա։ Հա, այդա։ Թույն։ Մեկը Rolex-ը մտել նայել էի $120,000 էր, միանգամից փագեցի, մտա ացիկլովիրը։ Դե դե ստրաշնի բա։ Իսկ վերջինը ինչ եք փնտրել YouTube-ում։ Վայ, մանե։ Ինչ եմ YouTube։ Ռախմանինով կոնցերտ նոմեր 2։ Ասեմ ինչ հետաքրքիր է, Կոնստանտին Օրբելյանի յուբիլեյնի համերն էր Մոսկվայում Կրեմլում, երբ Ալլա Պուգաչովան, չգիտեմ դուք նայել եք, եթե չէ անպայման մտեք նայեք։ Պուգաչովան դուրս է գալիս։ Այդ կա YouTube-ում, հենա։ Հա։ Առաջին ինքը ծաղկե փնջով դուրս է գալիս, օրկեստրը նստած, Օրբելյանը ասեց, ու գիտես ինչով, նայ, դե անկաշկանդ են, չէ՞, ասում է, единственный человек, ամուսնացած էին իրանք։ Այո, իրանք։ Ինչ որ ժամանակ, կար ժամանակ, ու այդ կա, այդ ձայնագրությունը կա, դրա համար կարող եմ դրա մասին ասել, ասեց, это единственный человек, которому я позволила послать меня. Это был Константин Агапаров. Այդ կա, դու պատկերացրու, դալան ինքը տես խասյաթով, երևի որ մայստրոին ասել է, դե Ու միշտ մինչև վերջ ինչ համերգ լինում էր, ինքը շնորհավորում էր։ ու ինքան հուզիչ էր, որ իսկապես գիտես, ասես անգամ ինքը կարծեմ համերգ ուներ, ինքը ուշացավ, ասեց ես պարտադիր պետքա գայ ու սոպտում թե որ դե առաջի չէ, դրթապաճառը եւ բանը Կոնստանտին Օրբելյանն էր, որը
որտեղից սկսեց իր կարիերան։ Դա փաստա, այսինքն ինքը շնորհակալ է, այդ շատ կարևոր է։ Ու շատ ջերմ խոսքեր ասեց, որտեղ շնորհքին կնիկ է, իմիջիայլոց ես շատ հարգում եմ Ալլա Բարիսովնային։ Ես այն չեմ սիրում, որպես արվեստի շատ իմ համար միջակա, բայց ինքը երևույթ է։ Շատ երևույթ է։ Համար միջակ չի։ Իսկ էմոջիներ օգտագործում եք։ Ինչ։ Էդ ի՞նչ է։ Սմայլիկները։ Հա, ես շատ։ Ես հա։ Որն է ամենաշատ։ Ես այն եմ դնում, էվերսենս։ Հələ մի հատ ինձ ուղարկե, էլի։ Ես ինչը։ Դու բութն ես։ Ես բութը եթե լավ է ու բաները են սիրձեչկեքով դեմքը։ Դեմքը։ Հա, դեմքը։ Այս երկրորդը վերևից, նայ, էվերսենս։ Հա։ Այս շատ լավն է, հայ։ Դե գնա հասկացի ինչ ա։ Skyline առաջին թաղամասն է քաղաք քաղաքում կոնցեպտ, որի ստեղծման համար ոգեշնչում է հանդիսացել ժամանակակից մարդու առօրյա պահանջները եւ լավագույն ապրելակերպի պատկերացումները։ Skyline ավելի նորարար, քան կարող եք պատկերացնել։ Թե ենք խաղալու։ Սա խաղերը խաղացինք։ Մեզ նորմալ, մենք մեծ մարդ ենք, էլ թեթև։ Թեթև սոլիկ։ Թեթև ու ծանր չանես։ Գրիշա, ենթադրենք նոր top 10 of Rabis նախագիծ պետք է սկսես, բայց այս երգիչներից միայն մեկը կարող է ընդգրկվել ալբոմում։ Ում կընտրես, Սարո Թովմասյան թե Ռազմիկ Ամյան։ Վայ, կոնկրետ մի օքու պետք է ընտրես։ Մեկը պետք է հաղթի։ Ռազմիկին է։ Ռազմիկ թե Արկադի Դումիկյան։ Ոչ մեկին չնեղացնենք, էլ երթը։ Ինչ է սա։ Ճանաչ։ Չեմ։ Վայ, իրա, վայ։ Վայ, Ռազմիկ Ամյան։ Ռազմիկ Ամյան թե Սարգիս Եղիազարյան։ Սարգիս Եղիազարյան։ Սարգիս Եղիազարյան թե Նորո։ Եղիազարյան։ Սարգիս թե Սպիտակցի Հայկո։ Սպիտակցի Հայկո, որտեվ Հայկոն եղել է մեր top 10-ներում ու այն ամենայարկի գործերը։ Ես շատ եմ սիրում I love you-ն անում։ Այ։ Սպիտակցի Հայկո թե Մարտին Մկրտչյան։ Մարտին Մկրտչյան։ Մարտին թե Արմենչիկ։ Արմենչիկ։ Արմենչիկ թե Արման Հովանեսյան։ Արման Հովանեսյան։ Արման Հովանեսյան վերջին հարցն է, թե Թաթա։ Թաթա։ Ահա։ Թաթան տարիքով ինձ ավելի մոտիկ է ու իդեպ Թաթան ու Top 10-ը, Թաթայի առաջի ալբոմը։ Նույն տարիքի։ Ու համարյա մի տարվա տարբերությամբ է դուրս եկել 97-98 թիվ կարծեմ։ Առաջին ալբոմը պրոյեկտներ շատ հաջող։ Կամ 6 կամ 7 թիվ է, եթե չեմ սխալվում։ Ու Top 10-ն էլ տարվա տարբերությամբ, որտեղ երկու պրոյեկտներ էլ տենց։ Բայց չես ուզում նոր Top 10։ Դե հարցեր կա այդ հետո։ Կներեք, էլ էդ իրա ուզելով, Չէ։ Չէ։ Իհարկե ոչ։ Բայց արեք մի բան, խնդրում եմ։ Хорошо։ Կամերային եմ էլի նայում։ Հա, դες ուզում։ Ջանիվեկյան արդ։ Հա, Արտուր։ Էբե։ Իրա։ Թաթան հաղթեց։ Հա, всё։ Իրինա։ Պատկերացրու, որ զարթուցիչի ձայնը, բուդիլնիկի նույն ինքը։ Պետք է փոխես նրանցից մեկի ձայնը լինի ու ամեն օր արթնանաս նրանցից մեկի ձայնի ներքո։ Ում կընտրես, Արամո թե Արթուր Իսպիրյան։ Արթուր Իսպիրյան։ Իսպիրյան թե Արթուր Ղուկասյան։ Չէ, Իսպիրյան։ Իսպիրյան թե Միքայել Պողոսյան։ Միքայել Պողոսյան։ Լավն է։ Միքայել Պողոսյան թե Լևոն Հարությունյան։ Միքայել Պողոսյան։ Միքայել Պողոսյան թե Անիտա Հախվերդյան։ Անիտա Հախվերդյան։ Անիտա թե Նունե Եսայան։ Ձայնը պետք է լսեմ։ Հա, պետք է լսեմ։ Նունեն երգելու է, օրինակ, իսկ Անիտան խոսելու է։ Իրինա արթնացիր։ Վայ, Նունեն անենց դանդաղ կասի չեմ էլ արթնանա։ Երևի Չեմ էլ արթնանա։ Անիտա։ Անիտան զգոն կասի ավ։ Հա։ Անիտա թե Աշոտ Ղազարյան։ Անիտա։ Անիտա թե Արման Աղաջանյան։ Ու Արմանս թող ասի։ Արման Աղաջանյան թե Նարա։ Օ, Նարան կզարթնացնի, Նարա։ Ոնց կզարթնացնի։ Հաջա։ Նարան դաժե կճմկտի ձենով։ Եվ վերջին հարցը, Նարա թե Հրան Թոխատյան։ Ահա, պրովոկացիոննի հարցերը յուգոսլավսկի գնաց։ Լայնա։ Նարա։ Դու այդ որոշումը կայացրել էիր դեռ 15 տարի։
Ապրեք ժողովուրդ, անցնենք առաջ եւ գուշակիրով եմ։ 10 հարց։ Եթե 10 հարցով չես գուշակում կամ չի գուշակում, մեկը մյուսին պատիժ է հորինում։ Պատիժը ցանկացած բան, կարա զանգի ինչ-որ մեկին ինչ-որ բան ասի, կարա։ Լավ, Ալեքսանդրովիչ թեթև տար։ Երկիչ, հա։ Այո։ Բայց ճիշտ էր պատասխանս։ Այո։ Աղջիկա։ Այո։ Դու աշխում ես, հա, երկու նայր հեզի։ Հայա։ Այո։ Տակ աղջիկ հայ։ Մեր տարիքոտ է, տենց։ Չէ։ Ավելի ջահել։ Այո։ Տենց սեքսի, հա։ Այո։ Շոտ լավ հարց տվեցիր։ Որ ելույթ է ունում, տենց շոուներով է, տենց են պարային բան, ճոխ է, տենց։ Հա։ Ասեմ, ինձ թվում է չգիտեմ, Լիլիթ Հովհաննիսյան։ Իրան հարցրա։ 8-րդ հարց։ Հարցնում է Լիլիթ Հովհաննիսյանն է, թե ոչ։ Ոչ։ Ոչ, սա։ Հա, չայլել ունեմ, հայլի ունեմ։ Երկու հարց։ Երջույը, այդինք չի, շոուներով է, ջայլատակ, վայ, հուշի մի անցնից մի բան չէ, նայ մի անգամից, չէ, ջայլելով կամորտնացի։ Չեմ հուշի կպատշեն։ Ես է չեմ ուզում գուշակես։ Պատիժները հավեսած։ Հա։ Երկու ջայլ, աղջիկ, հայ, սեքսի շոուներով այրա բաները։ Ես իր այդ մոտ եմ։ Այո։ Հա։ Կարծում եմ հա։ Կարծում եմ հա, լավ։ Վայ, չգիտեմ։ Ջանդամ։ Ես լիթի վրա է գնաց։ Ձենայի, պարտվում ես, հանձնվում ես։ Հա։ Բայց էլ ինքն է պետք է կարող ինքն է պարտվում։ Հա, կարող է։ Ու այդ վաղտ իրար պատժում է։ Հա։ Ձենայի։ Այսինքն։ Իվետանա։ Էլ մի դի, Պիտի իմանայր։ Հա, նու տենես։ Իվետա, շատ եք միասին, չէ՞, Հա, վարում շատ, նաև հա։ աշխատում։ Այո։ Հիմա ես սկսեմ հարցը։ Դավայ։ Կսիրեի իրան։ Հա։ Կսիրահարվեի в смысле։ Սիրահարվեի, չգիտեմ, բայց կսիրեիր հաստատ։ То есть տղամարդ է։ Տարիքներ երևի ինձ համապատասխանում։ Դե մի րոպե, մի հետ որքան է 6 հատ հարց բսեց մի հարցում է ջոգել։ Շուստրը տղամարդ է սիրահար, աղջիկը։ Ջոգել մանանը չջոգեց, քանի հատ հաշվին այն։ Կսիրեի 1, կսիրահարվեի 2։ Ես ուզում եմ երկու հարցով մի պատասխան։ Շատ եվրейский բան։ Выстрел, два удара։ Դե լավ, в общем, տղամարդ է, հասկացա, այո։ Տարիքային մեզ մոտիկա։ Այո։ Այո։ Հայտնի է, հասկանալի է։ Դերասան է։ Ոչ։ Ոչ։ Բայց հայտնի է։ Այո։ Եթե դերասան։ Ինձ հրա կռվի, որ երկուսս իրար պատժում։ Եթե ասում է կլոր է, ուրեմն դեղին է, եթե դեղին է, ուրեմն ապելսին է, եթե դերասան չի, ուրեմն երգիչ է։ Այո։ Հա։ Այնքան հարց կորցրեցիր, այն սկզբի Նայ, բացինք իրեն դրա։ Ինչա 4 հարց, բան, 4 հաց։ Հա։ Լավ։ 4 չեմ, անը ուժը հաշվել է 7։ Տարիքային, երգիչ։ Հա, բանը ես նենց լավ պրոստը ճանաչում եմ, ոնց է քեզում, թե նենց ծանոթ եմ, շփվում եմ իր հետ եւ այլն։ Մոտիկ եմ հետը սենց տամ հարցը, որ հա չէ ասես։ Հա, տենց շատ կարողա չէ, բայց հա, էլի։ Հա։ Դա ծանոթ եմ։ Երգի թատրոնում աշխատել է։ Ոչ։ 3 հարց։ Ինչի՞։ Ինչի՞ չաշխա։ Ինձ մնաց 3 հարց ընդամենը։
Բայ դա ուժը նայ Իսկ մետա։ ինչ հարց են տալի, ընդհանրապես որ հարց է, ճանաչեն։ ինքը Հայաստանում է ապրում։ Հա։ Բայց մի Չկան տեսակ ժամանակավոր գնագաբան, բայց ես գիտեմ Հայաստանում ապրում։ հիմնականում Հայաստանում է ապրում այդ երկիչը, ով է գնում գալիս, մի րոպե։ Սաղսը գնում գալիս ենք։ Հա, չէ, Ինչ բայց ասում գնում մարդկա մնում են, այնտեղ ոնց որ ինձ հիմնական այնպես են բռնած։ մնում գնացող եկողները ովքեր են։ Ով ինձ թվում է ես քիչ եմ էլ ճանաչում ով։ Է, շատ լավ, շատ լավ ես ճանաչում։ Հարցավոր ոչի մեջ։ Բոյովա։ Չես կա, չի կարա։ Բոյովա։ Չի կա։ Այս կարա։ Բոյովա։ Մեր բոյի գիտա տենց։ Լուրջ։ Հա, էլ ինձ թվում է տեն։ Թե Բոյով չի։ все-таки։ Չէ։ Հա։ Ես հասկանում դու ֆորշ ես Չէ, հա։ Լավ։ Մնաց քանի հարց։ Մեկ հարց, վերջին հարց։ Մեկ հարց։ Իրար պատժել ենք, ես գիտեմ։ Ուխ։ Իա։ Դե լավ, արի չիմանամ, պարտվում եմ, չգիտեմ։ Դե հանի նայ։ Ոյոզիչ ջոն։ Թաթանա, բայց ինձ թվում է Թաթան ընդեղ է ապրում, ինձ թվում է պետք է ասեիր ընդեղ է։ Չենք ստեղ է։ Գնում գալիս եմ, այդտեղ է։ Գնում գալիս է։ Չգիտեմ, ես չեմ դիրապետում այդ էգության։ Ես էլ չունեմ, բայց Լավ։ Դե ինչ որ ասեն դեղա պետք է բան։ միանգամից կիմանայի, միանգամից։ Անկապ հավատացի։ Էլանք, ոնց մանե, եք բաժել պատժում չկա։ իրար։ Մանե, մենք մեծ մարդ։ Ես առաջարկում, ես բան Գրիշին, ես ասեմ ոնց Գրիշին պատժեմ, թե ես ասեմ ինքը ինձ ոնց Չէ, պատժի։ դու Ես ասես Գրիշը այս ջուրը շփում եմ վրան։ Բակ միկրոֆոնը։ Հա, լավ։ Իրա։ Այդքան գովացի քեզ։ Դե լավ ուրիշ բան մտածենք։ Մուռա էլի պահե, բայց Չէ, вообще Այդքան գովացի մի ժամ նայ, ջուրը շփեմ Գրիշի վրա ընդհանրապես մուր չեմ պայլ։ Դրա համար եթե չեմ պայլ, ինչ մեղմ պատիժ քո համար մտածեմ։ Գրիշ վիզս բռնված է, մասաշ կանես։ Այդ պատիժ չէ, շատ հաճելի բան է։ Եվ իմ համար, եւ քո համար, դա Լավ, բայ ինչ ասես։ Դավայ, հա։ Գրիշ գիտես ո՞շել եմ քեզ մեղմ պատժեմ։ Կարաս ժիմ անես։ Նուժիմ պոլի վրա, չէ, այսենց, փորձեմ այսենց։ Էլի Կարաս։ քանի հատ։ Լավ, Չգիտեմ, ինչ հա։ ոնց կարաս Գրիշ ջան, ասա այդ Բայց քանի հատ մի հատ ասա։ Թիվ պետք է ասես, թե Հա։ մի Տիպը հատ։ 5 թե 30։ Է։ 15 հատ կարաս անես։ Չէ։ Լավ, 5 հատ կանես։ 5 հատ կանես։ Իսկ վա փորձեմ Իսկ գնալ։ բայց սիրտը չի կանգնի, չէ՞, հետո։ Վալակարդին բանկա չէ, Վալերան կանավսակի։ Պատժել է, չորով, նա ինչա։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 բրո։ Իսկ կարամ սենց օթի մեջ բնա։ Վայ, Ապրես։ վայ։ Կրտնեց խեղճ։ Իր, իսկ դու կարաս, այ մեր մոտ ռոզեգրիշներ են սպորտային է։ Ռուկու զալամայու։ Լսի, կարող սպորտային է, դու էլ գիտեմ ստոյկա կանգնում ես գլխի Իա վրա։ չեմ կանգնի ստոյկաստե չեմ կարող կանգնել։ Դե պատ, դե Չէ, չէ, վաղուց յոգայի չեմ գնացել, դա պատգոտովկա է, ուզում չի կարելի տենց վեր կանալ ու կանգնել։ Կարաս ասես բալետ բարի։ Բալետ բարեմ։ Երկու առաջադրանք բարային։ Մի հատ սեքսի բար, մի հատ էլ բալետային։ Okay, դե միացրեք ջոկոկերի երգը, միացրեք սեքսի բարեմ բարում հիմա։ Լավ է, լավ է։ Շատ լավն է, հա։ Լավ։ Հա, Դե միացրեք։ այսա։ Չկա ջոկո։ Միացնում եք, չէ։ Նայ, մի քավա ջոկո։ Ջոկոկի Այդա։ Երգը բանի մեջից է, Ձևից Պալավինեյնի ձել ֆիլմում այդ երգը հնչել է։ Kim Passenger։ Այդ։ Դե մի հատ ոգևորություն։ Դավայ, Դավայ, մի հատ։ Այ գոնե ախար սեքսի շորեր հագնեի։ Պասի։ Ոչ։ Դու հանի տուրից։ Ահա։ Գրիշ, էդ էլ է կեզ շատ։ Էդ էլ այն շատ։ Բայ, շատ լավն է։
Վերջի փուլն է, մնջախաղ։ Հայտնի երգերից տողեր են, շատ հայտնի երգերից տողեր են։ Դուք պետք է ընդհանուր այդ արտահայտությունը ցույց տաք։ Չես գուշակի, բայց կարամ փորձեմ։ Давайте. Չես գուշակես գա։ Նախ էս Յա, չէ։ Տես չի կարելի։ Չէ։ Ինչ է, հա, լավ։ Մեզ կարելի է։ Լավ։ Լավ, օքեյ, շարունակում եմ։ ասա, լավ, թող։ Կարելի է ասել առաջի բառը։ Հա, Հա, օրինակ, առաջի բառը։ Էդ ինչ է, այ ինչ դա է ամեն ինչը։ Ոչ թե կոնկրետ է, հենց։ Մոլորակ։ Երկրագունդը։ Ավելի բան։ Շատ լավ, ավելի։ Երկրագունդը։ Աշխարհը։ Լավ, նայ ձերդ, ահա։ Այդ ձերդ ռոդինգը, ահա։ Վայ, իրա շատ խնդալ է։ Մեկ առ ռեյտինգով անցել ենք, ինչ ուզում ես արա։ Ահա։ Բառացիորեն սենց գնա, այ այդ բառը հետո ինչ է անում, այ այս օրգանը ինչ է անում, այս օրգանը մեր ինչ է անում։ Հա։ Ասա այդ բառը։ Տեսնում է։ Ահա։ Ահա, ինչ է Աշխարհը տեսնում։ տեսնում, հա։ Այս որ սենց։ Լույս։ Ահա։ Այդ 3 բառը մի քիչ ավելի ճիշտ որ դասավորես, այդ 3 բառն է առաջի բանը։ Մյուսը։ Կարաս տողնել արդեն ասել, սենց ասել։ Հա, բայց չէ, իրանք ունեմ, թե ես հիմա Ֆարզա չէ, բայց բան ուժ է, Չէ, ուղղակի սաղ Սա հարամարիկի։ բառերը բացատրեցի, բայց մեկը չի իմանա, քեզ թվում իմանա, չի իմանա։ Ինձ թվում է իմանա։ Մյուս տողի բառը։ Երկրորդ բառը։ Վայ, ման է, բեր նա ինչ է։ Հələ նայեմ, էլի այդ մյուս տողի բառը։ Ինչ ուզում անում։ Այս պրոստը այն բան է, էլի ցույց տուր։ Դե երկրորդ բառն է այդ։ Հա, ոչինչ է։ Այն որ մարդ մեռնում է, ինչ են անում։ Թաղում է։ Լապատկով ինչ են անում։ Տալիս։ Փոս եմ փոս։ Ահա։ Ես համաձայնվել նա ինձ դասում եմ, ահա, պետք է ահա։ Այ Լավ, չկարողա գուշակ։ Ահա։ Շրջանցում։ Ահա։ Սաղ ճիշտ ասի, Աշխարհը լույս շրջանցել։ Աչքը տեսել ես շո։ Լավ, այն բանը կարաս ասես, որ սկզբում հուշում էիր այդքանից հետո։ Որ մեկը։ Որ ասում էիր։ Հա, ես եմ երգել այդ երգը։ Հա, վայ բարերով չպետք է։ Հա, վայ մոռացա մնջախաղը։ Մեկ սաղ կանոնների համար լացածրի։ Գրիշ, լավ մնջախաղ եմ անում։ Կարամ երգեմ այդ երգը ուզում ես։ Ես երգը գիտեմ, էդի որն է։ Իր գիտեմ ես այդ երգը։ La 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 Որ ասում չի դեմ La 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 Իր չես նայලා, չէ, ես այդ երևի լսել եմ։ Այդ տողը երգի։ Հիշում ես։ Ահա Նա ինքել չգիտի աշխարհը Աշխարհի տեսած լույսերով բոլոր փոսերն ես դու շրջանցում։ Կյանք ես։ Չգիտի։ Okay։ Դեղին պաբեդան է, լավ։ Վայ, հա, շատ ենք մենք սիրում այդ երգը։ Հիմա դու ես ցույց տալի։ Հա։ Քոնը Իրան հաստատ կիմանա։ Չէ, չեմ իմանա։ Մորս։ Չեմ իմանա։ Блин, ես ման Ինչ է։ Այդ բառն ես Հա։ ցույց տալի։
նվազ, բիզուկ, թույլ, ջահել, ծերացած, դուկ, չոքեց, ծերությունը չոքեց դուրս, մազերս թափեց դուրս, ապրեք, լավ է, թեշտեր, Չէ, երկն է, որ ես բանանայի Իրան լավ բացած ես, ես ման է ջան, Պաբեդան մենակ, ուզում եմ մարդիկ հիշեն ես երկը ու գնան ես այդ մենակ այդ պաբեդայի ֆրազն եմ հիշում, ես այդ բարերան դե հայ իհարկե չէի հիշի, ես չեմ հիշում, ես էլ այդ հատվածը չգիտեի, ասցի հավեսով ցույց հա, որ քո երկի բանն ես, ապրեք շատ եմ ձեզ սիրում, ապրես դու ման է ջան, ապրես, լավ է մեզ բա, ուղղակի պետքա խնդրենք մեզ հետևողներին, որ բաժանորդագրվեն, մանն իրա կարիերան լավ դասը, տարածեն, որովհետև եթե շատ տարածեն, պոնչենց կանցնենք։ Մենք նպատակ ունենք պոնչենց անցնելու, ես ու Իրան, դրա համար խնդրում ենք բաժանորդագրվեք, լայքեք, ոնց է մերը, լայքերով, հա, և ընտրեք մեզ, որովհետև յոքին բթեր դրեք էլի, Մերսի, Բայց հիմա դուք սաղին եք տենց ասում, պարզա, բայց շատ բաներ, լավ է։ Չէ, հաստատ ես գիտեմ էլի, հա։ Ումն է առաջին։ Պոնչ տոմա։ Դե մերը կլինի վերջինը, չէ։ Չէ, հաստատ չէ։ լուրջ Հինգ հոգով հլա հին կոմունա, այո, ապրում են ու եթե ինչ-որ մի ընտանիք ունի, այո, Ձերը առանձին էին տուալետ։ Մերը հենց այդ եմ ասում, մերը պոլու կոմունալ է, մերը առանձին էր սա, տենց, բայց վաբշե սրա այդ կապ չունի, անկապ։ Ոչինչ։ Մերեցիան գամը պետք է, ես չգիտեմ դու իշ։ պատմեմ։ Մենք պետք է պոնչենց հասնենք յանք դու։ Բախենք եկե։ Գնացինք։ Թույն ժողովուրդ, իրական ունենք այս Թույն ասում, չէ՞։ Դե Պոնչենց դավայցի հասնում խաղեր խաղանք արդեն, սա խաղերը խաղացել ենք, Celebrity Crush-ը իրանց հաղորդումը նայեցի, Celebrity Crush-ը թարգմանեցին որպես ինչ էր Celebrity Crush-ը, աստղային ինչ, ժոստկի եղի, Գրիշա, ես մաման սովրացրել եմ։ Բայց չեմ կարողացել 57 տարի։ Իրան խիչ ես արդ։ Ինչ իմ հարցերը կտա։ Եթե չգուշակես, Իրինան քեզ պատժելու է։ Ինչ ոնց է պատժում։ Կալինեն, հա։ Դու տեսար Ռուսիկի գլխինը, հա, բայց չհուշես։ Առանց ակնոց տես։ Ով է, դու ես սկսում։ Դավայ, մեկը։ Ասում առանց ակնոց տեսա, կպնում է։ Հազի։ Մերրեմ ջանի։ Բա տարիքս։ Ում հետ ես մոտիկ։ Ման է։ Զանգի ջանի Բեկյանին։ Ինչ ասեմ։ Երբ ալինելու top 10-ով ռապից։ Ոյ, ման է օգնի, չգիտեմ, մենք հին մարդ ենք, մենք տենց պատիժներ։ Մենք կարգի պատիժներ գիտենք, պլեյցով ծերել։ Չխորանաս։ Դե լավ, ուրեմն սենց ասեք, ջուր բան շփեք։ Դե չէ, արի զանգեք, քարտեզը ջուրը։ Բայց նա ես դեմ եմ, բայց ջուրը շփես, ես ոնց է ռեյտինգը, որ անցել եք սաղին։ Մենակ գրիժ մազերս չթրջես էլի։ Ուրիշ ինչ կարելի անել։ Չգիտեմ, ես ուժ չգիտեմ։ Հերանտին զանգի։ Հա։ Զանգի ասա եմ անտենան հիշում ես, որ գողացել են գտան։ Գտել եմ։ Ասա, 30 տարի հետո վաղտ անցել է, չէ, անտենան չէ, ասա միկրովալնովին են գտել։ Կարաս ասես կողքը տուն ես առել, էլի հարևան ես դառնում։ Շատ լավ։ Կընտրում եմ։ Երեխեք դուք ասեք, նոր սերունդն է։ Երեխեք ասեք, մի հետաքրքիր բան։ Զանգեն թե չէ։ Նա իրեք արի։ Հա, շատ է։ Իսկ վաղը միսոր ամուսնացողները իրանք են։ Համադական չողներ։ Իրան շուտ տենց քրիսական պոդլի բան պետք է։ Կարա եւ դոբրել լինի, բայց հիմնական պետք է վատով լինի։ Ես ձեզնից եմ սովորել թարախ բաները, խաղերը եւ այլն։ Լավ, ժողովուրդ, ես պատրաստ եմ, ինձ ասեք ինչ անեմ։ Նայ պատրաստ եմ, արդեն դիմացը sense մարդ ունենա։ Ու չասի։ Ման դու вообще Ինձ ռամկեքի մեջ դեր ես ուժը փագում այն։ Լոքշ հյուրերի համար զագատովկե կունեցի։ Դու պետքա պատրաստ լինես։ Okay, մի բան ասեք։ Դենք գիտի վրոձի մենք տաղանդավոր ենք։ Մենք տաղանդավոր դերասաններ են։ Հումորային դերասաններ։ Իսկ կարող է ամուսնանաք իրար հետ։ Չեք մտածել դրա մասին։ Եր դու միցարի, երա լսում ես։ Ինչ։
Ցրեց, նայ։ Ասում կարող է իրար հետ ամուսնանաք, շատ լավ զույգ կնեք, համը իրար հետ ապրել եք։ Եվ բայց կարելի է, գիտես, նայ, что не выгодно через. Հաջան, չէ, Ասպախի իրար հետ չեք ամուսնան։ Գրիշի հետ ապրե, ես Դա պրելևելա, պետք է չայ խմեք, կոֆե սենց առանձին հանգիստ ապրեք, ես անպայման քաշ մեջ են։ Հարաբերությունը բայց ճանա։ մի րոպե, Գրիշ, տան ռեմոնտը վերջացրել ես։ Քո սիրուն տան Էդ ռեմոնտը քեզ հարցնի։ դուրս գալիս է տունդ, կարող է տեղափոխվեմ։ Դա ծիրայցուն դեր, արի շնորհավոր եմ, ծափտանք երայի երոսիկին։ Լավ։ Տա-դա-դա-դամ։ Happy birthday to me. Գդստաց։ Dear Ira, happy birthday to you. Տա-դա-դա-դամ։ And many more.